Արդեն երրորդ օրն անընդմեջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առավոտյան սոցիալական ցանցի իր էջում ներկայացնում է քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագիրը։ Այսօր Փաշինյանն ընդգծել է, որ միջին կենսաթոշակը գերազանցում է սպառողական զամբյուղը, որը նա պատմական փոփոխություն է համարում։ Հանրապետության ղեկավարն այնուհետև մարզեր է ուղևորվել։ Փաշինյանի առաջին կանգառը ուշի բնակավայրի վերանորոգված մանկապարտեզն է։ Ընտրություններին ընդառաջ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հայտարարում է դրա մահավաք։ Ընտրությունների քարոզարշավը եւ կազմակերպչական աշխատանքները ֆինանսավորելու նպատակով։ Նիկոլ Փաշինյանը քաղաքացու օրը խորոված փարթի է կազմակերպելու։ Այս մասին հայտնել է սոցցանցի իր էջում ուղիղ եթերի միջոցով։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն արձագանքել է Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանին, նշելով, որ մի ազատությունից զտման վայրերում մշտադիտարկման այցեր իրականացնելու իրավասություն եւ այդ այցերի ընթացքում իր բոլոր գործիքները կիրառելու անարգել հնարավորություն ունի բացառապես Հայաստանում։ Ըստ տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսի Հայաստանը աշխարհի 176 երկրների շարքում 52-րդն է, առաջ անցնելով ԵՄ անդամներ Իսպանիայից, Ռումինիայից եւ Ֆրանսիայից։ Մալխա Սամոյանը Եվրոպայի հնգյակի չեմպիոն է։ Տիրանայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 77 կիլոգրամ քաշային կարգի եզրափակչում Ամոյանը հաղթել է վրացի ըմբիշին։ Թրամփը հայտարարել է, որ անորոշ ժամանակով կերկարաձգի Իրանի հետ հրադադարը հետագա բանակցությունները հնարավոր դարձնելու համար։ Ռուսաստանի Դաշնության Սիզրան քաղաքը ենթարկվել է ուկրաինական բանակի անօդաչու թռչող սարքերի հարձակման, ինչի հետևանքով քաղաքի բնակելի շենքերից մեկի մուտքը փլուզվել է։ Նախնական տվյալներով տուժել է 11 քաղաքացի, այդ թվում 2 երեխա։